Տիկնակ եւ պարոնայք, հարկային օրենսգրքի այս քննարկումների համատեքստում ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի թվերի վրա, որոնք ինձ սիրահոժար տրամադրել է հիմնական զեկուցողը։ Հայաստանում այսօրվա դրությամբ 615,000 վարձու աշխատող կա, այսինքն սրանք այն մարդիկ են, բոլոր մարդիկ, ովքեր ստանում են աշխատավարձ եւ վճարում են եկամտահարկ։ Այս 615,000-ից 254,000-ը պետական բյուջետային հիմնարկների աշխատողներ են, որոնք ըստ էության առաջնային հարկատու չեն, որովհետև նրանց աշխատավարձերը գոյանում է ուրիշ հարկատուների ձևավորած հարկերից։ Հիմա ստացվում է, որ Հայաստանում ակտիվ հարկատու կամ առաջնային հարկատու հանդիսացող 361,000 մարդ կա, գումարած մոտավորապես 50-54,000 ակտիվ անհատ ձեռներեցները։ Այսինքն այս 410,000 մարդիկ են, են ֆիզիկական անձինք, որոնց գործունեության արդյունքում ձևավորվում են մեր պետական եկամուտների հիմնական մասը։ Հիմա փոխանակ մեր պետությունը այս մարդկանց փայփայի, ամեն ինչ անի, որ նրանց թիվը ավելանա, ըստ էության տարեստարի նրանց թիվը ոչ միայն նվազում է, այլև նրանց վրա ընկած հարկային բեռը ավելանում է։ Հիմա այս անհատ ձեռներեցների մասով թվում է, թե մենք ինչ-որ լուծման գնացինք, շրջանառության հարկի շեմը բարձրացնելով մինչև 115 միլիոն։ Հիմա հիմնական զեկուցողը ասում է, դե գիտեք, դա այն ժամանակ էլ էինք ասում, որ դա ժամանակավոր միջոցառում է, եւ պետք է 2019 թվականի հունվարի 1-ից այդ 115 միլիոն շեմը իջնի դառնա 40 միլիոն։ Այստեղ ուրիշ հարց որ չծագի ծագում է, բայց առաջ այդ շեմը 58 միլիոններ, հիմա ինչ է դառնում 48 միլիոն։ Այսինքն ստացվում է, որ մենք այն նախկին շեմից մի 18 միլիոնով էլ հետ ենք գնում։ Հաջորդը հիմա անդրադառնանք այս 361,000 աշխատողներին եւ պատկերացնենք, թե նրանց վրա ինչ բեռ կա։ Պատկերացրեք, այս մարդիկ այսօր արդեն իրենց մասհանումներով իրանց վրա է ընկած 361,000 այս առաջնային հարկ վճարողների վրա 525,000 թոշակառուների թոշակի վճարման բեռը։ Այսինքն 361,000 մարդ ըստ էության հոգում է 525,000 թոշակառուի հոգսերը։ Ու դեռ 2018 թվականի հունվարի 1-ից ավելանալու է 5% պարտադիր կուտակային կենսաթոշակի բաղադրիչը։ Այսինքն մենք այս 400,000 մարդում մեր պետությունը բռներ սենց քամում է, հələ տենա միջև ուր։ Ու սրա արդյունքը ինչ է։ Արտագաղթի տեմպերի աճը, գործազրկության մակարդակի աճը։ Ու հիմա ինչ է ասում պարոն Միրումյանը։ Ասում է, որ տեսեք եկամտահարկը մոտավորապես 450,000 մարդու համար կամ գուցե մի քիչ ավելի 10-20,000 եկամտահարկը նվազում է։ Այո, ճիշտ է ասում։ Օրինակ 70,000 դրամ ստացող աշխատավարձ ստացող մարդու համար, ընդ որում Հայաստանում 249,000 մարդ այս 615,000-ից ստանում է 70,000 դրամ աշխատավարձ, նվազագույն աշխատավարձ։ Այո, իրանց համար այս նոր հարկային օրենսգրքով ամսական 980 դրամով նվազում է եկամտային հարկի բեռը, ամսական 980 դրամով։ Սրա փոխարեն բայց ինքը ինչ է ստանում։ Սրա փոխարեն ստանում է ակցիզային հարկերի մի հատ մեծ փաթեթ, որի արդյունքում թանկանալու է ծխախոտը։ Ծխախոտը հələ մի կողմ եմ դնում, թանկանալու է օղին, հպարտանում է մեր կառավարությունը, ասում է, հա, մենք ալկոհոլային խմիչքների վաճառքը ասում է չենք խրախ։ Այսինքն այս մարդիկ նոր տարի չեն անելու։ Այսինքն այս մարդիկ իրաց տանը ծնունդ չեն անելու։ Այսինքն այս մարդկանց տուն մի օր հյուր չի մտնելու, որ դեմ մի շիշ արաղ դնեն։ Դուք պետությունով ընկել եք այդ մի շիշ արաղի հետևից պայքարում եք, որ հանկարծ այդ մի շիշ արաղն էլ չլինի։ Հաջորդը ի՞նչ է թանկանում։ Թանկանում է դիզվառելիքը, թանկանում է բենզինը, թանկանում է գազը, լիցքավորման գազը։ Ազգային ժողովի փոխնախագահը սենսացիոն հետևություն անում։ Մա հետևություն, խմեք թրմողի եւ քշեք հեծանիվ։ Բեռներն էլ էշով տեղափոխենք, չէ։ Վարուցանքն էլ գութանով անենք, չէ։ Միջքաղաքային տրանսպորտն էլ ֆայտոնով ենք անելու։ Երևան Ռաստով ամենօրյա բան,
լյուքս դասի ֆայտոնները դուս են գալու հանրապետության հրապարակից ու քշեմ բան։ Ռաստով, թողնի Ռաստով։ Դու ապսե թողնի։ Հաջորդը, ասում են թրմողի խմեք, գինի խմեք, այդ թրմողին գինին 1.5 անգամ առնվազն թանկ է։ Մարդկանց ասեմ, ոնց որ ասեն ձուկը թանկացել, ասում են խեք խառնվե սևի կրակ ուտեք, էլ այդ դուք կուտեք, բայ մյուսները։ Կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարի մասին են խոսում։ Այս բենզինի եւ գազի լցականների հարցը բոլոր պետական հիմնարկներում, այդ թվում եւ հարկային տեսությունում գիտեն են խոշոր օլիգարխների եւ խոշոր պաշտոնյաների գազի լցականները ունեն երկու խողովակ, մեկի վրա բան կա, հաշվիչ կա, մյուսի վրա հաշվիչ չկա։ Կառավարության հետ պայմանավորվում են այդ տարի հաշվիչով խողովակը ոնց բացեն, հետո ոնց փակեն։ Հիմա փոխանակ դրան այս խողովակի հետևից ընկել են սպառողների վրայի բեռն են ավելացնում։ Այդ որ չենք հասկանում, թե ես ոնց եղավարից մարդիկ այս օլիգարխները մի տարվա, երկու տարվա ընթացքում իրանց հարստությունը եռապատկեցինք, տենց եղավ։ Ռուսաստանից գույքի դիմաց 140, 200, 300 միլիոն դոլարի գազ բերեցին, այդ ոչ գազալցակայանի առանց հաշվիչ խողովակներով կներեք արտահայտությանս կաչայ տարին ու դառան խոշոր բարերարներ, միլիարդատերեր, ազգի փրկիչներ։ Բենզինի հարցը եւ գազալցականների հարցն էլ։ Այս որ մարդիկ գնում են բենզին են կամ բան են կամ դիզվառելիք են լիցքավորում։ Պետությունը այսօր արդյոք երաշխավորում է, որ երբ որ մենք գնում ենք եւ գնում ենք 10, ասում ենք բենզալցականում, ասում ենք 10,000 դրամի կամ 10 լիտր բենզին տվեք եւ այնտեղ սարքի վրա գրվում է, որ 10 լիտր բենզին են տալիս մեզ, պետությունը երաշխավորում է, որ մեզ 10 լիտր բենզին են տալիս։ Իհարկե չի երաշխավորում։ Այսօր ով որ օգտվում այդ ծառայությունից, գիտի համատարած խափում են, ուղղակի կան լցականներ, որոնք շատ են խափում, կան լցականներ, որոնք քիչ են խափում։ Եթե մի պահել աշկդ այդ բանից կտրես, այդ ցիֆերբլատից կտրես, մի 5 լիտր կսղացնեն, կանցնի կգնա։ Դա հարկայինի պետության խնդրեմը չի։ Իրանց խնդրեմն է, որ մենք այդ 10 լիտրի փողով առնենք 5 լիտր։ Այս հարկային օրենսգրքում ուրիշ մի հատ խնդրեմ կա, ավելի գլոբալ խնդրեմ։ Այսօրվա գործող օրենսդրությամբ, եթե մարդուն գնացել տուգանել են անկապ, օրինակ 50 միլիոն դրամ, ինքը կարող է բողոքարկել այդ վարչական ակտը եւ դա կասեցվում է։ Օրենսդրությամբ կարա կասեցվի, որը մինչև դատական կարգով պարզվի ճիշտ ասուտա։ Օրենսգրքում դրույթ եմ մտցրել, որ բողոքարկումը չի կասեցվել։ Այսինքն վերջ տուգանեցի մարդուն անարդար վերջանում է իր համար պատմությունը։ Բայց այստեղ կա մի կարևոր շեշտադրում, ինչի համար է այս ամեն ինչը արվում։ Ի վերջո մամուլում էլ գրվել է եւ ըստ էության այդ տեղեկատվությունը կուլիսային տեղեկատվությամբ հաստատվում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները պարտադրում են այսպիսի հարկային օրենսգիր, որովհետեւ 2020 թվին Հայաստանի արտաքին պարտքի սպասարկում, միայն սպասարկումը լինելու է 1 միլիարդ դոլար, Հայաստանի կառավարությունը շարունակում է ուժեղ պարտքեր վերցնել եւ միջազգային կազմակերպություններ ուզում են հավաստիանան, որ այդպիսի, ինչպես Միրումյանն ասում, հարկա բյուջետային կայունություն կա, որ պարտք վերցնողները այդ պարտքը ի վիճակի կլինեն վերադարձնել։ Սա անթույլատրելի է։ Եվ մենք ընդհանրապես մեր կուսակցությունում քննարկել ենք այս հարցը, լավ այսքան պարտքը, որ կուտակել են այս ժողովրդի մզին, այդ պարտքը հələ պետք է այդ պարտքի գոյացման օրինականությունը միացտուգվի, աուդիտի պետք է ենթարկվի այդ պարտքը։ Եվ այո, միջազգային այդ ֆինանսական կազմակերպությունները պետք է գան Հայաստանի օրինական իշխանության հետ նստեն բանակցային սեղանի շուրջ։ Այստեղ մենք չենք ասում պարտքից հրաժարվում ենք կամ դեֆոլտ ենք, այնպեսի բան չի հայտարարում, բայց ասվում է հետևյալը, դուք պետք է գաք եւ ստուգենք, դուք չգիտեիք, որ այդ պարտքի կեսը թալանվելու է։ Եթե գիտեիք, այդ ինչի պետք է խոսենք, ինչի պետք է ինչ անենք։ Եվ հաջորդը շրջանառության հարկի հետ կապված ժամանակը քիչ է կարճ ասեմ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը օրինակ կարծում է, որ պետք է լինի չհարկվող շեմ, ընդհակառակը 58 միլիոնը ոչ թե պիտի լինի շրջանառության հարկ, այլ մինչև 58 միլիոն շրջանառություն ունեցող ընկերություններ բացի եկամտահարկից ուրիշ ոչ մի հարկ պիտի չվճարեն։
Նրանից հետո պետք է մտնի մինչև 115 շրջանառության հարկ, նրանից հետո նոր ավելացված արժեքի հարկ։